Սիրելի հավատացյալներ, ասեմ, որ բոլոր իմանալ հիասթափեստ եմ իշխանական այդ ներկայացուցիչներին, որ չի հաջողվի վեհանացրել։ Ամենայն հայոց կաթողիկոսը կմնա վեհարանում։ Մի քիչ կոպիտ եմ շուն, բայց պետք է ասեմ, ծոցորակները կտեսնեն մեր սիրելի հայրապետի հեռանալը չեն տնա։ Հավատարիմ մնանք հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ ուղղափառ հավատքին։ Սիրելի հայրապետ, մենք ձեր կողքին ենք։ Կեցե Մայրաթոր Սուրբ Էշմիածինը, կեցե ամենայն հայոց կաթողիկոսը։ Եւ ասեմ, սիրելի հավատացյալներ, մենք պետքա աղոթքով այս ամենին մասնակցենք, որովհետեւ աղոթքով կփրկի աշխարհը։ Ոնց դարձար թակավորը դարձի եկավ մի ողջ հեթանոց ժողովրդին դարձեց քրիստոնյա։ Այնպես էլ մենք մեր աղոթներով կփորձենք աղոթել, որպեսզի պարոն Փաշինյանը դարձի գա եւ կայնի չար ճանապարհից։ Իմացեք, աղոթքով, սիրով ամեն ինչ հնարավոր է։ Մենք խաղաղության կողմնակից ենք։ Մենք երբեք չենք հրահարի ոչ մեկին, երբեք անկարգություններ չենք անի, որովհետև մենք հավատացյալներ ենք։ Ես էլ ծառայում եմ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, ես դպիր հարությունն եմ։ Եվ մենք այսօր մեծ ուրախությամբ եկել ենք աջակցենք եւ մեր աջակցությունը ցույց տանք մեր ամենայն հայոց կաթողիկոսին, այսքանն։ Շնորհակալություն։ Իսկ ինչ կասեք 10 եպիսկոպոսների հայտարարության մասին։ 10 եպիսկոպոսների հայտարարության ասեմ, իրանք մեղավոր չեն, չարն են մեղավոր։ Դա անգամ ասեմ Անուշավան Սրբազանը, որին մենք շատ սիրում ենք, ինձ ձեռնադրել է դպիր, բայց այսօր մեր սիրելի Սրբազանը անցել է իշխանության կողմը եւ մենք աղոթում ենք, որպեսզի դարձի գա, դեռ ուշ չէ։ Սիրելի մեր Անուշավան Սրբազան, դեռ ուշ չէ, դարձի եկեք եւ մի բռնեք չարի կողմը։ Շնորհակալություն։